Երբ որ հավատքի համար մի տարի բանտը նստել էի Շամյան, ընդեղից բերեցին Երևանի բերդը նստած, ոչկաները շարքից ելեր էր, շատ վատ վիճակի մեջ եմ, հավատքս էլ ահագին տկարացել էր, ամբողջ գիշեր լաց ելնում ցավերից, ոռնում էի կարելի ասել, ընդամեն 20 րոպեին արևի երես անում, խոնավ բանտ եւ այլն։ Հիմա ես որոշել եմ, որպեսզի իմ ծնողներս եկել են տեսակցության, ասեն Շուշայի հեռախոսով խոսում ենք, որոշել եմ իրանց խնդրեմ, որ փող տան ինձ ազատեն 87 թիվնա Ղարաբաղյան շարժումներ նոր սկսվել է, պետք է Բաքու տանեն։ Ես էլ մտածում եմ շատ վատ պիտի լինի վիճակս եւ ես կարող եմ մեռնեմ։ Որոշեցի ծնողներիս խնդրեմ, որ իրանք ինձ փող տան ազատեն։ Ամբողջությամբ 100%-ով, 1000%-ով համաձայնվել եմ, որ խնդրեմ։ Հիմա եկա, որ խոսենք, ես պիտի աղաչեմ, հերս էլ խնդրում եմ, որ տղա ջան, հենց անենք, ազատենք քեզ տեղից։ Մեկ էլ այս ներսիցս մի կրակ վառավ։ Կրակ։ Ես սարմացա։ Եվ ներսիցս Աստծո խոսքը խոսած։ Այս խոսքը խոսած։ Տեր այսպես կսե, անիցյալ այն մարդը, որ մարդին կապավին է, մարմինեն բազուկ կեն է, և իր սիրտը տիրոջ միս կխոտորի։ Սա կրակի պես խոսած իմ սրտից, եթե այս խոսքը ժամանակին գրված չներ իմ ներսը, այդ ահավոր վիճակի մեջ, ինձ պահեց խոսքը, ես չպահեցի խոսքի։ Թող խոսքը մտնի քո սրտի մեջ, գրվի քո սրտի մեջ, հաստատվի քո սրտի մեջ, դու զորավոր մարդ կլնես։